Հինգ տարի ազգային պարի ոգին պահպանելով եւ այն նոր սերնդին փոխանցելով։ Հուլիսի 5-ին մենք ազգային պարի երեխաների խումբը հոբելյանական մենահամերգով կամփոփի իր ստեղծագործական ուղին։ Բեմ կբարձրանան 6-ից 13 տարեկան սաները, ներկայացնելով հայկական ազգային պարի հարուստ ժառանգությունը, ռազմապարերից մինչև գյուղնդի բազմազան տեսակներ եւ Հայաստանի տարբեր հատվածներին բնորոշ պարեր։ Նոր պարեր ենք ավելացնում եւ սկսում ենք աշխատել այդ պարերի վրա։ Սկզբնական շրջանում աշխատում ենք պարերի շարժումների վրա, այդ ռիթմի զգացողության եւ այլ նմանատիպ աշխատանքներ ենք կատարում, որից հետո արդեն անցնում ենք բեմադրություններին համեմատաբար վերջին շրջանում, ասենք 4-րդ ամսից կամ 5-րդ ամսից սկսած։ Խմբի 10-ամյա Սանաշոտը խոստովանում է սկզբում պարապմունքների հաճախումներ չուզելով, սակայն ժամանակի ընթացքում նա ոչ միայն սիրեց ազգային պարը, այլև այն դարձրեց իր առօրյայի անբաժանելի մասը։ Դրսում ընդհանրապես չէի կիրառում, բայց հիմա որ լավ եմ պարում, մեր դպրոցում արդեն պարաբաշխի եմ դառել մեր դասարանում եւ տարբեր հանդեսների որ գնում ենք ու պարում ենք, ես ինքնից վստահ եմ զգում։ 13-ամյա Նարեն ամենասիրելի պարերից առանձնացնում է իշխանացը, Սղերդի Քոչարին ու Մածունը։ Նրա խոսքով յուրաքանչյուր պար ունի իր ուրույն ոգին ու բնավորությունը, իսկ բեմ բարձրանալիս նրա նպատակը մեկն է։ Ավելի շատ ուզում եմ, որ նոր մարդիկ գան առանց հրավիրելու, իրանք ուղղակի տեսնեն ու գան, ու որ նոր մարդկանց դեռ ազգայինի հետ կապ չունեցող մարդկանց դարձնես ազգայինի մի մասը ու փորձես նենց անես, որ իրանք էլ ուզենան գան պարեն։ Խմբի հիմնադրի համոզմամբ ավանդական պարի արժեքը նրա կենսունակության մեջ է։ Այն պետք է շարունակի ուղեկցել հայ մարդու կյանքի յուրաքանչյուր կարևոր պահ, ապահովելով մշակութային ժառանգության շարունակականությունը։ Ժամանակակից մեր ապրելակերպում, դարաշրջանում ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ է մեր ազգային մշակույթը եւ ազգային պարը, որովհետեւ շատ շուտ մարդը կարող է սահել եւ ընկնել այլ մշակութային դաշտ։ Թվային դարում մարդուն նաեւ մարդ պահելու միջոց է սա։ Ազգային պարերը երեխաների համար վեր են սովորական արվեստից։ Դրանք դառնում են այն ճանապարհը, որի ընթացքում երեխաները ոչ միայն սովորում են քայլերը, այլև աստիճանաբար սկսում են զգալ այն աշխարհը, որի մասն են դառնում։ Հասմիկ Պողոսյան, Արամ Հարությունյան, լուրերի համար։